Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր կխոսենք գլխացավի մասին։ Գլխացավ առօրյա կյանքում կարող ենք ունենալ յուրաքանչյուրս։ Եվ ինչ ենք անում, երբ ունենում ենք գլխացավ, հապա խմում ենք մեկ ցավազրկող կամ երկու, եթե գլխացավը ուժեղ է, ցավը վերանում է եւ մենք բավարարված ենք զգում, բայց գլխացավերը դա առանցին հիվանդություն չի։ Նա որևէ հիվանդության հետևանք է, ախտանշան, եւ պետք է պարզել, թե այդ գլխացավը ինչից է առաջանում։ Եթե կան հիվանդություններ, օրինակ միգրենը, հիպերտոնիկ հիվանդությունը, այրան ճնշման բարձրացումը, որը կարող է առաջացնել գլխացավեր, կամ թեկուզ իջեցումը, հիպոտոնիան, նույնպես կարող է լինել գլխացավեր։ Գլխացավը կարող է լինել աստված մի արասցե գլխուղեղի տարբեր տեսակի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, աթերոսկլերոզի ժամանակ, երբ անոթները լինում են նեղացած վատ այրան շրջանառության հետևանքով, եւ այլը կարելի է այսպես թվել գլխացավերի պատճառները, որոնք կարող են լինել։ Ցավոք սրտի գլխացավ ունենում են նաեւ մանուկները։ Հիմա եթե չկան որևէ պատճառներ եւ դա լոկ լինում է լարվածության հետևանքով, ապա ինչ ենք անում։ Իսկ եթե կան պատճառներ, ապա պետք է դրանք վերացնել։ Ամենառաջինը վերցնում ենք լիմոնը, կտրում այսպես։ Նրա այս սպիտակ մասը, եթե գլուխը ցավում է, ապա երկու հատ կարող եք այս ծայրերից կտրել եւ թեթև սեղմել այս քունքերի շրջանին։ Որոշ ժամանակ հետո այնտեղ առաջանում է կարմրություն եւ գլխացավը անցնում է։ Դուք այդ կարմրությունը կարող եք քսել որևէ բուսական յուղ կամ ինչ-որ սնուցող քսուկ, այն կվերանա։ Հաջորդը, եթե հիշում եք, մենք բազուկի հաղորդման ժամանակ դες ասեցինք, որ շատ զարմանալիորեն օգնում են նաեւ բազուկի տերևները։ Դուք կարող եք բազուկի տերևները այսպես թարմ բազուկի բնականաբար, սա թարմ է, տերևները մի քիչ էլ լավ կլինի, որ այսպես ծեծեք եւ դնում եք ցավոտ տեղերին, իհարկե ճակատի վրա, այսպես դնում եք ճակատի վրա, մի 15-20 րոպե կամ ավելի երկար, լավ կլինի, որ կապեք, որ այն լավ հպվի մաշկին, ապա գլխացավը վերանում է։ Լավ արդյունք է տալիս նաեւ չիչխանի հյութը։ Դուք կարող եք վերցնել թանզիփը, այսպես թռչել այս չիչխանի հյութով, լավ կլինի, որ թարմ հյութը լինի եւ դարձյալ այսպես բացելով դնում եք ճակատի վրա։ Մի քանի րոպեից ցավը վերանում է։ Լավ արդյունք է տալիս տաք կաղամբի հյութը, թարմ կաղամբի հյութը տաքացնում եք եւ այն խմում եք կես բաժակ օրը 3-4 անգամ, լավ կլինի քաղցած վիճակում։ Գլխացավի համար արդյունավետ է նաեւ կարտոֆիլի հյութը, հատկապես կարմիր կարտոֆիլի, որը հրաշալի ազդեցություն է թողնում եւ կարող եք նույնիսկ կարտոֆիլի այս հյութով քամած դուք կարող եք թռչել մի մեծ շոր եւ այսպես փաթաթել գլխին, գլխացավը անմիջապես կանցնի։ Եթե գլխացավը լինում է միգրենային ցավեր, գլուխը հատկապես մեծ մասամբ գլուխը ցավում է առավոտյան արթնանալուց, որովհետեւ ներգանգային ճնշումը լինում է բարձր, ապա այդ ժամանակ պետք է չափել զարկերակային ճնշումը։ Եթե դուք ունեք բարձր ճնշում, ապա պետք է միջոցներ ձեռնարկեք այն իջեցնելու համար, ապա կարող եք օգտվել իշառվույթից, վերցնում եք իշառվույթ, իշառվույթը դոննիկն է, լցնում եք մեկ ճաշի գթալ իշառվույթ, մեկ բաժակ եռման ջրի մեջ, եռացնում եք 10 րոպե, թողում եք սառի, քամում եւ խմում եք։ Կես թեյի բաժակ օրը 3-4 անգամ, իշառվույթով կարող եք պատրաստել ոգեթուրմ, լցնում եք 40 գրամ 2 ճաշի գթալ իշառվույթը մեկ բաժակ ջրի մեջ, վրան լցնում եք օղի, վրան լցնում եք օղի, թողում եք թրմվի, օղին լցնելուց հետո 2 շաբաթ եւ խմում եք 40 կաթիլից օրը 3-4 անգամ
քաղցած վիճակում։ Իսկ եթե դուք ունենում եք միգրենային կամ երրորակ ներվի բորբոքման հետևանքով առաջացած ցավեր, ապա դարձյալ այս մասին խոսում ենք, եթե հիշում եք, եւ բնակչության մեծ մասը ծանոթ է այդ մեթոդին, վերցնում եք պինդ խաշած ձուն, տաք վիճակում, մաքրում, կիսում եք եւ դնում եք այդ ցավոտ շրջանների վրա, մինչեւ ձվի սառելը ցավերը վերանում են։ Հարգելի բարեկամներ, ձեզ առողջություն եմ ցանկանում։ Եղեք առողջ եւ պահպանեք ձեր առողջությունը։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։